Շատերը իրենց սիրելի մարդկանց համար ընտրում են նվերներ, ծաղիկներ, կոնֆետ, իսկ ոմանք օրինակ 300 էջ։ Սա կարող է լինել լավագույն նվերը, այն չի թառամում, չի հալվում, փոխարենը երկար մնում է հիշողության մեջ։ Գիրք նվիրելու օրը գրքառատ էր նաև Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար։ Ամբողջ օրվա ընթացքում Թամանյանական մասնաշենքի նախամուտքում ընթերցողները հնարավորություն ունեին ընտրելու եւ իրենց հետ նվեր-գիրք տանելու։ Նվեր են ստանում ոչ միայն մշտական ընթերցողները, այլ նորեկները եւս։ Նախ եւ առաջ գրքի տոնի հետ կապված մենք յուրաքանչյուր նոր ընթերցողին պատրաստել ենք անակնկալ փաթեթ նվեր-գիրք, որը ընթերցողական տոմսի հետ մեկտեղ ստանում է ընթերցողը եւ այսօրվա մեր հյուրերն են իհարկե այն բոլոր գրադարանները, որոնք ցանկում են նվերներ ստացող, ինչպես նաև դպրոցների աշակերտներ են եկել, որոնք հետո օգտվելու են իրենց գրադարանում այդ գրքերից եւ իրենք էլ ինչ-որ փոքրիկ նախաձեռնություններ ունեն այս կապակցությամբ։ Մարիաքաղաքում են նաև մարզերի աշակերտները, գրքեր տանելու եւ հարստացնելու իրենց գրադարանները։ Իրականում ավելի շատ Շիրվանզադե, Սևակ, Չարենց, հիմնականում իրենց եմ շատ կարդացել եւ հետաքրքրում է իրենց ստեղծագործությունները։ Իսկ այսօր ինչ գիրք եք ստացել կամ նվիրել։ Ես նվիրել եմ Վերջին ուսուցիչի գիրքը եւ ստացել եմ Շարլ Ազնավուր Դարի երգիչ գիրքը։ Ես նվեր եմ ստացել Վարդգես Պետրոսյանի Վերջին ուսուցիչ գիրքը եւ նվիրել եմ Շիրվանզադեի Քաոսը։ Խորհրդի տեսքով Թումանյանական գիրք եմ նվիրել, իսկ ստացել եմ շատ հետաքրքիր գիրք, որ անպայման կկարդամ։ Մովսես Խորենացի եմ նվիրել, իսկ ստացել եմ ինձ պիոներ չնվիրես գիրքը։ Իրականում այդ գիրքը էլի կարդացել եմ, շատ եմ հավանել։ Այսօր նվեր եմ ստացել Վահան Տերյան եւ ես ինքս նվիրել եմ Նարեկ։ Շատ եմ սիրում այս տոնը ու գիրք կարդալ եմ։ Չնայած թվային աշխարհի առաջընթացին եւ աուդիո գրականության տարածմանը, գրքային տարբերակն աշակերտների համար մնում է ամենանախընտրելին, ասում են ուսուցիչները։ Աշակերտները մեծ ոգևորությամբ են միանում ինձ, հետաքրքրված են գրքերով, իրենք են գրքեր առաջարկում ընթերցանության համար։ Նվիրատվության համար նախատեսված գրքերի թվում հիմնականում չինական նորագույն գրականության հայերեն թարգմանություններն էին։ Գրքերը փաթեթավորված էին փակ տուփերում, հեղինակը եւ վերնագիրը բացահայտվում էին միայն տուփը բացելուց հետո, իսկ ընտրություն կատարել հնարավոր էր առաջնորդվելով առանձնացված մեջբերումներով։ Ալինա Սահակյան, Սիմիկ Մալյան, Էպիկենտրոնի համար։